Բարև ձեզ։ Ես այսօր ուզում եմ ձեզ հետ մի հատ անկեղծ թեմայից խոսեմ։ Երբ որ ձեզ ուսուցիչները հազարում են ձեր հայրենիքի հետ կապված շարադրություն գրել, ինչի եք դուք օգտվում ChatGPT-ից կամ Gemini-ից։ Ընդհանուր ինչի եք դուք օգտվում արհեստական բանականությունից։ Նայեք, ուսուցիչները այդ ձեզ հազարում են, որ հասկանան, ինչքան եք սիրում դուք ձեր հայրենիքը։ Ձեր սերը ոնց է կապված ձեր հայրենիքի հետ։ Դուք, որ շարադրություն եք գրում, պետք է ինչքան էմոցիա ու զգացմունք կա, կուտակեք եք շարադրության մեջ։ Դուք օգտվում եք արհեստական բանականությունից։ Իբր թե ես զարգացած եմ, բան եմ, նայեք, բայց ինչ կա դրա մեջ։ Դուք ինչքան էլ արհեստական բանականությունից օգտվեք, միևնույնն է պիտի հասկանաք, որ արհեստական բանականությունը չունի զգացմունքներ, չունի էմոցիաներ։ Ուսուցիչը միանգամից կհասկանա, որ այդ դուք չեք գրել։ Ես ինքս գրել եմ մի շարադրություն, որից հետո ուսուցիչը հուզվել է։ Շարադրություն ասելով, այն էլ իմ հայրենիք շարադրությամբ։ Մարդիկ կան, նույնիսկ Արցախից են եկել, ու իրենց Արցախի մասին են շարադրություն գրում։ Այդ մարդիկ ավելի խելացի են լինում, քան այն մարդիկ, ովքեր արհեստական բանականությունից են օգտվում։ Կամ ընդհանրապես, լավ հասկացանք, տնա ինչ եք կարողանում անել, օգտվում եք արհեստական բանականությունից, օրինակ ChatGPT-ից, բայց երբ որ խոսքը հասնում է ձեր հայրենիքին, այդ դուք պետք է ապացուցեք, որ դուք այնքան եք սիրում ձեր հայրենիքը, ու այդ ապացույցը պետք է գտնեք ձեր շարադրության մեջ։ Ես միշտ շարադրություն գրելուց ինչքան էմոցիա կա կուտակում եմ դրա մեջ։ Եթե հաշվենք, ես ինչքան եմ շարադրություն գրում, կլինի 2 էջ, բայց ես այդքան չեմ գրում, հետև այդքանը պիտի արտագրեմ հետո։ Լավ, կատակը մի կողմ, խնդրում եմ ձեզ, եթե հարցը ձեր հայրենիքին է վերաբերվում, խնդրում եմ արհեստական բանականությունից մի օգտվեք։ Մեր հայրենիքը, մեր սուրբ հայրենիքը շատ դժվարությունների միջով է անցել։ Ու այդքանից հետո դեռ կանգուն է մնացել, դեռ ամուր է մնացել, այդքան փորձություններ է հաղթահարել, ինքը այնքան կարևոր է մեր հայրից համար, որ մեր զինվորները արյուն են թափել, մեր խորհրդանիշները մեզ ոգեշնչում են քաջություն, ազնվություն, արդարություն, էլ որ մեկը թվարկեմ, խնդրանքս ինչ է, եթե սիրում եք ձեր հայրենիքը, մի օգտվեք ոչ մի արհեստական բանականության ծրագրերից։ Մարդիկ կան, որ Հայաստանի տեսարժան վայրերի մասին են գրում։ Այդպես նրանք նույնպես ցույց են տալիս իրենց սերը հայրենիքի նկատմամբ։ Եվ նույնիսկ թուրքահայերը այցելելով Հայաստան եւ բացահայտելով Հայաստանի գեղատեսիլ վայրերը, շատ զմայլված են լինում։ Ես չգիտեմ մյուս ուրիշ երկրներում ինչ են անում, ինչ են գրում այդ հայրենիքի մասին, բայց մենք հայ ենք, մենք հպարտ ժողովուրդ ենք, մենք վստահ ենք, ինքնավստահ ենք մեր վրա։ Հասկանում եմ, որ եթե մաթեմատիկայից խնդիր չեք հասկանում, օգտվում եք արհեստական բանականությունից, բայց շարադրություն գրելու մեջ բարդ բան չկա։ Շարադրությունը ուղղակի, շարադրություն որևէ թեմայի շուրջ, բայց շարադրություն հայրենիքի շուրջ։ Այն հայրենիքի, որը մինչև հիմա կանգուն է մնացել։ Էլ որ մեկն ասեմ։ Հիմա շատ Հայաստանի 10%-ը գնացել է Հայաստանից։ Նույնիսկ ոչ մի զինվոր չի փախել պատերազմից, այլ իր հայրենիքի համար մինչև հիմա պայքարել է։ Ես չեմ ասում, ովքեր որ գնացել են Հայաստանից, ուրեմն սխալ են հայել։ Ես նման բան չեմ ասում, բայց երբ որ գնում եք, գոնե կարելի է վերադառնալ ու բացահայտել Հայաստանի նորը։ Ես հպարտ եմ, որ հայ եմ։ Այսպես ասեմ, ես հպարտ եմ, որ հայ եմ, ու իմ հայրենիքի մի մասն եմ կազմում։ Այսպես ասեմ, ես շատ ուրախ եմ, որ իմ Հայաստանի մի մասն եմ կազմում։ Թեկուզ մի աննշան մաս է, բայց կազմում եմ։ Ես հպարտ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եմ։
Ես նաև հասկանում եմ, թե ինչու են մեր գրողները այսքան գեղեցիկ եւ հուզիչ բանաստեղծություններ հյուսել մեր Հայաստանի հետ կապված։ Հայաստանը, մեր սառնորակ ջուրը, մեր հայկական երգերը, մեր ժողովրդական երգերը ամբողջը կապ ունեն Հայաստանի հետ։ Հայաստանը փոքր երկիր է, բայց ինչպես ասեմ, թանկ երկիր է։ Թանկ երկիր ասելով ես նկատի ունեմ Հայաստանի գանձեր, Հայաստանի տեսարժան վայրեր, Հայաստանի դարերից եկած մեր պատմությունը։ Այն երգերը, այն բանաստեղծությունները, որոնք կապ ունեն Հայաստանի հետ։ Ես իրոք հպարտ եմ, որ Հայաստանում կան դեռ այդպիսի մարդիկ, ովքեր սիրում են իրենց հայրենիքը։ Ես իրոք կցանկանայի ունենալ այն տաղանդը, որոնք ունեն մեր բանաստեղծները՝ Հովհաննես Թումանյանը, Ավետիք Իսահակյանը, Համո Սահյանը եւ այլն։ Մենք Հայաստանում ունենք շատ գրողներ, որոնք անպայման իրենց կյանքում անդրադարձել են հայրենիքին, այն հայրենիքին, որ բազում դժվարություններ հաղթահարելով մնացել է ամուր եւ կայուն, այն հայրենիքը, որի խորհրդանիշները մեզ ոգեշնչում են ազնվություն, քաջություն, արդարություն։ Եվ վերջապես այն հայրենիքը, որի համար մեր զինվորները արյուն են թափել եւ պայքարել հանուն հայրենիքի, այսքանը։